Գիտեք ով է հրապարակավ Հռոմի պապի դեմ դուրս եկել։ Դոնալդ Թրամփը։ Իսկ գիտեք ով չի վախենում Թրամփի վարչակազմից։ Հռոմի պապը։ Աշխարհի հզորագույն երկրի առաջնորդն ու աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդը հեռակա սուր բանավեճի մեջ են։ Պատճառը սա է։ Հռոմի առաջին ամերիկացի պապը Լևոն 14-րդը կոշտ է խոսում Իսրայելի ու Միացյալ Նահանգների Իրանի դեմ պատերազմի մասին։ Պապը դեռ օրեր առաջ խաղաղության կոչ էր արել ու դատապարտել իր խոսքերով այդ պատերազմի խելահեղությունը։ Թրամփն էլ պատասխանել է. Լևոնը սարսափելի է քաղաքականության համար։ Հռոմի պապին դեպի Ալժիր ինքնաթիռում հարցրել են, ինչ կարծիքի է նախագահի այս խոսքազրույցի մասին։ Ես ոչ Թրամփի վարչակազմից եմ վախենում, ոչ էլ ավետարանի ուղերձի մասին բարձրաձայն խոսելուց։ Սա այն է, ինչին ես հավատում եմ։ Ես կոչված եմ անելու այն, ինչ կոչված է անել եկեղեցին։ Թրամփի ու Լևոն 14-րդի միջև հակասությունը նոր չէ ու միայն այս թեմայով չէ։ Պապը նաև քննադատում է նախագահի միգրացիոն քաղաքականությունը։ Նոր չէ նաև Թրամփի ու կաթոլիկ եկեղեցու տարաձայնությունը։ ԱՄՆ նախագահ Թրամփը դեռ նախորդ տարի մի անգամ կատակել էր, թե կուզեր Հռոմի պապ դառնալ։ Իսկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո էլ Սպիտակ տունը հրապարակել էր Թրամփի այս նկարը՝ պապի կերպարով, արհեստական բանականությամբ սարքած։ Սրանից հետո Թրամփի վարչակազմը քննադատվել էր, իսկ նախագահը մեղադրվել կաթոլիկ եկեղեցին ծաղրելու համար։ Այս անգամ ԱՄՆ նախագահը նաև առանց մեկնաբանության եւ կրկին արհեստական բանականությամբ գեներացված նկար էր տեղադրել իր սոցցանցում։ Այստեղ հասկացվում է, թե Թրամփը Հիսուս Քրիստոսի կերպարում է։ Աղմուկից հետո Թրամփը ջնջեց նկարն ու այսպես բացատրեց. Այդ ես էի, ես նկարը հրապարակել եմ եւ մտածել, այդ ես եմ որպես բժիշկ։ Թրամփի Truth սոցցանցում արած ու իրեն վերաբերող գրառումների մասին պապը շատ չի խոսել, ասել է կայքի անունն ու իրականությունը ծաղրի ժանրից են։ Truth թարգմանաբար ճշմարտություն է նշանակում։